Այս մարդը Վլադիմիր Վարդանյանն է, Նիկոլ Փաշինյանի կուսակցական ընկերը եւ նրա падգամավորներից մեկը։ Facebook-յան իր էջում նա գրել է, որ նախագահան իրեն առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր հաստիքի համար եւ այդ առիթով նա նաեւ դուրս է եկել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Իսկ քանի որ նախագահան մեր երկրում ոչինչ չի որոշում, հասկանալի է, որ սա Նիկոլ Փաշինյանի որոշումն է, բայց ինչ է ստացվում։ Նա Սահմանադրական դատարանում իր մարդուն է տեղավորում։ Մի կառույց, որը պետք է լրիվ անկախ լինի քաղաքական որևէ ճնշումից, հետապնդումից, որպեսզի կայացնի օրենքի տարին համապատասխան որոշումներ երկրի սահմանադրությանը վերաբերվող հարցերում։ Ենթադրաբար սա արվում է ապագայում ուրեմն սահմանադրության հարակվե ունենալուց հետո որևէ խնդիր ունենալու դեպքում, որպեսզի նա տեղում ունենա իր մարդը եւ որևէ խնդիր ունենալու դեպքում նա իր մարդը ունենա, ով կտա համապատասխան լուծում։ Սա նման է դատարանի, որտեղ ձեր դատը քննում է ձեր մերձավորը, հարազատը կամ ընկերը։ Հասկանալի է, որ մեծ հավանականությամբ այստեղ վճիռը կլինի ի օգուտ ձեզ եւ հետեւաբար Նիկոլ Փաշինյանն ունենալով Սահմանադրական դատարանում իր մարդը լուծում է հետագայի իր խնդիրները։ Առաջին հայացքից օրենքի տարին ոչինչ չի համապատասխանում, քանի որ անկուսակցական ցանկացած ոք կարող է առաջադրվել այդ պաշտոնին, բայց որքան է բարոյական այսօր կրծքիցդ հանես քո կուսակցական դրոշը, դնես մի կողմի եւ գնաս հաջորդ օրը դառնաս Սահմանադրական դատարանի դատավոր ամենաբարձրագույն պաշտոններից մեկը։ Ես կարծում եմ, որ սա որոշակի բարոյականության հետ խնդիր ունեցող հարց է եւ Նիկոլ Փաշինյանը չպետք է փորձի այս ճանապարհով ամեն ինչ անել իրենով, ինչպես ժամանակին փոխեց ԲԴԽ նախագահային մեկ SMS-ի միջոցով, որը եւս լրիվ անկախ մարմին էր եւ չէր ենթարկվում եւ պարտավոր չէր ենթարկվել Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը այսպիսով ամեն ինչ փորձում է իրենով անել բոլոր կառույցները։ Սա սխալ քաղաքականություն է եւ ժամանակի ընթացքում կարող է ծայրահեղ վատ հետևանքների բերել։